3.5 տարվա ընթացքում մենք նոր ստեղծել ենք 60 հեկտար կանաչապատ տարածքներ եւ սա իրականացվել է ամբողջը նաեւ ոռոգման համակարգերի ներդրմամբ։ Այս 3.5 տարվա արված կանաչապատման աշխատանքների ծավալը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներին միասին վերցրած։ Մենք շատ դեպքերում լսում ենք բողոքներ, որ ծառերը կտրվում են եւ ծառերը փոխարինվում են, բայց 99% դեպքերում մարդիկ նաեւ չգիտեն պատճառը, թե ինչու են փոխարինվում, որովհետեւ կենսունակ չեն։ Մենք ունենք թեղի տեսակի ծառեր, որոնց կյանքը մոտավորապես 40-ից 50 տարի է։ Եվ այդ 40-50 տարին նրանց մեծ մասինը լրացել է եւ շատ դեպքերում նրանք ուղղակի կարող են անկել, կտեսնենք տարբեր ուռուցքներ նրանց մեջ, փուչ են հիմնականում լինում։ Քիչ են, չէ՞, այգիները Երևանում, պարոն քաղաքապետ։ Ես չի ասի, որ քիչ են։ Երևանը կանաչ քաղաք է։ Ոչ, դեռևս չենք կարող համարել։ Այս վերջին 3.5 տարվա ընթացքում արված աշխատանքների արդյունքում մենք հասել ենք մեկ անձին ընկնող 8 քառակուսի մետր կանաչ տարածքի սահմանաչափին եւ անցել ենք այդ սահմանաչափը։ Դա նվազագույն սահմանաչափ է, որը սահմանում է առողջապահական համաշխարհային կազմակերպությունը։ Մենք արդեն անցել ենք այդ սահմանաչափը, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է նվազագույնով բավարարվենք եւ մենք շարունակում ենք վերադարձնել Երևան քաղաքում տարբեր այգիներ քաղաքին եւ այդ այգիները մաքսիմալ փորձում ենք ավելի կանաչապատ դարձնել եւ մարդկանց համար ավելի հարմար։